Պարոն Դանիելյան, գիտեք, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստը եւ համաձայնել են նաեւ վերջին երկու կետին, որոնցից մեկը վերաբերում է հայցերի հետքաշմանը։ Դուք ինչ դիրքորոշում ունեք, արդյոք սա զիջում չէ Ադրբեջանին։ Տեսեք, այդ հայտարարությունից հետո երեք ես Ադրբեջանի մամուլն էի նայում 8 նոր պահանջ էլի ներկայացրել են։ Ես համաձայն չեմ մեր մտքի հետ, որ այդ նոր պահանջ նաև վերջ, բացի այդ երկու պահանջը կրկնում եմ էլի 8 նոր կետեր են ավելացել, դե Ադրբեջանի պահանջներին չափ ու սահման չկա, իրենք անդադ նոր պահանջներ են ներկայացնում, այդ հարցի մի այլ կողմն է։ Ինչ վերաբերում է հայցերի հետ քաշմանը, դա խայտարակ մի որոշում է։ Կարող եմ մի քանի պատճառ նշել, ինչը որ իմ համար անընդունելի է, նախ այդ հայցերը հետ են քաշվում առանց պայման դնելու ադրբեջանական կողմին Բաքվում ապօրինի այդ դատավարությունը այդ ֆարսը որ կա ավարտելու եւ նաեւ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ գերիվարված անձանց հետ վերադարձնելու հետ կապված նման պահանջ չեն դնում ավելին ասեմ այդ հանձնաժողովի նիստի ժամանակ իրենք ասում են որ մեր օգնությունը դա մեր լռությունն է այսինքն մենք որ լռում ենք դա օգնություն է այդ մարդկանց էլի absurd մի պատասխան եւ հաջորդ իմ ուրեմն մտավախությունն ու բանը հետեւյալն է որ տեսեք ուրեմն մի ամիս մոտավորապես առաջ ազգային ժողովում անհետ կորած մեր զինվորների եւ նաեւ անհետ կորած քաղաքացիների հարազատներն էին ազգային ժողովում երբ որ ասում էին որ մեր մոտ կան տեսանյութեր որով որ հավաստում է որ այդ մարդիկ կենթանի են ուրեմն եղել այդ տեսանյութերը կան որ ադրբեջանական տարբեր ալիքներով բանով ցույց է տրվում որ այդ մարդիկ ադրբեջանում են բայց այդ մարդկանց հետքը կորել է չկա այլևս այդ մարդիկ ասում են որ այն աշխատանքը որ տարվել է իրենց կողմից եւ ելի շատ իրավաբանների կողմից որոնք տարբեր հարթակներում բան են արել բարձրացրել են հարցը Հայաստանը իրավունք չունի այն հույսը որ կա այդ մարդկանց մոտ որ կգտնվեն իրենց հարազատները դրանով ճնշում կգործադրվի Ադրբեջանի կողմից կամ եթե Աստված մի արածե այդ մարդիկ հիմա այլևս կենթանի չեն գոնե այդ մեղավորները կպատժվեն հիմա ոչ մեղավորներն են պատժվում ոչ այդ հետքն է երևում որ որտեղ կտար որտեղ հայցերից հետ էս քաշում նաև այդ խնդիրն է առաջանում այնինքն ինչ բարոյական իրավունքով է հայկական կողմը հետ վերցնում այդ հայցերը ու ել չեմ ասում էթնիկ զտումների ցեղասպանության մասին որոնք որ ենթարկվել են Արցախցի մեր քույրերն ու եղբայրները որևէ մի խոսակցություն գնացել է Արցախյան կողմի հետ ասել են որ այդ հայցերը հետ են քաշելու ես գիտեմ որ նաև հայտարարություն հնչեց որ եթե ուրեմն այդ հայցերը հետ քաշվեն դատի կտան Հայաստանի Հանրապետության իշխանություններին եւ սա ինձ համար անընդունելի է սա թշնամու պահանջներն է բավարարում իսկ Հայաստանի այն պահանջները որ կան որոնք որ եւ հիմնավորված են եւ ապացուցված են ուրեմն փաստորեն այդ ամեն ինչը ջուրն է գնում եւ մարդիկ ել եմ կրկնում շատ անելանելի իրավիճակում են հայտնվելու եւ ասեմ որ սրանով էլ Ադրբեջանը չի էլ բավարարվելու նենց չի որ այդ հայցերից հետ կանչեցին Ադրբեջանը այս դատական process-ը որ գնում է Ադրբեջանի բանտում կարան մի օր ասեն որ տեսեք այս դատավարության ընթացքում պարզվեց չակերտավորես այս հանգամանքները մենք ուրեմն հայկական կողմից պահանջներ ունենք ներկայացնելու ինչը որ ասում են նաև երեք էլի իմ աչքով ընկավ ադրբեջանական տարբեր պաշտոնյաներ ասում են որ Հայաստանը մեծ փոխհատուցումների հետ կապված բավականին հարցեր ունի որ այդ հարցերում պիտի հայկական կողմը ուրեմն մեծ այդ բանավոր փոխհրմբռնումներ ունի եւ պիտի այդ մեր պահանջները բավարարի սա խայտարակություն է սա չի կարող մեզ համար որևէ մի լավ բան ունենալ եւ ամփոփելով խոսքս ասեմ որ
ինչքան էլ որ ստեն կեղծեն խափեն որ իբր թե խաղաղության փաստաթուղթ է, դա խաղաղության փաստաթուղթ չէ, դա պատերազմի փաստաթուղթ է, դրա նաև ուրեմն ապացույցը այն է, որ Ադրբեջանը մի օրվա մեջ 3 անգամ սուտ հայտարարություններ անում, իբր հայկական կողմը հարձակում է գործել ադրբեջանական կողմի վրա, իբր սահմանին կրակոցներ են հնչել հայկական կողմը, նախահարձակ ա եղել, ինչ ասես, սա արդեն խոսում է նրա մասին, որ Ադրբեջանը ոչ մի խաղաղություն էլ չի ուզում, ինքը ձգտում է ավելին եւ փորձում է ստանալ ամեն ինչ։